Ուրեմն մեր այսօրվա թեման միջուկային էներգիայի օգտագործումը խաղաղ նպատակներով հուսով եմ սովորել եք, որպեսզի կարողանաք ես ձեր գիտելիքները ստուգեմ, տեսնեմ ինչպես եք յուրացրել թեման, փորձեք բաժանվել խմբերի, մի փոքրիկ sense խմբային աշխատանք կատարեք։ Առաջին խումբը դուք ցանկանում եք որ միասին եք նստած, որոնց տեղը եք շարժվեք, ավելավան խումբ այսպես ներկայացնեք։ Առաջին խումբը Ծովինար, Նելի, Սուզաննա, եւ Արման, ինչպես կանվանեի ձեր խմբի անվանումը, ինչպես ինչ անվանում որոշեի ձեր խմբի։ Պրոտո։ Մյուս խումբը վերեք վերջից կան Նվարդը, Մայրամը, Ալիսա, Նվարդյան ձեր խումբը ինչպես ուզեք անվանել։ Իզոկոմեր, իսկ ձեր խումբը Նեյտրոն։ Ուրեմն յուրաքանչյուրի համար փորձենք հարց առաջարկել, ով ինչ հարցի շուրջ, որ խումբը ինչ հարցի շուրջ կուզի խոսի, Ծովինար։ Բժշկություն, շատ լավ, Նվարդեն գիտություն և տիեզեր, դուք ատոմակայան ասեն խաղաղ օգտագործման մասին, ինչպես կարող ենք մենք 5 րոպե ժամանակ աշխատում եք յուրաքանչյուրի ձեր նյութի շուրջ, փորձեք միասին քննարկել և չեք մոռանում անպայման յուրաքանչյուր խումբ մյուսի գնահատում է։ Մեր ժամանակ արդեն ավարտվեց, Նվարդյան կարող է սկսեք ձեզանից։ Մեր թիմի անվանում էպիզոդով մեր թիմի ներկայացնի Նվարդ։ Շնորհակալություն, Նվարդ ասեցին։ Միջուկային էներգիան կառավարության ապրանքական նվաճումներից է։ Գիտությունը հնարավորություն է տվել այս օգտագործել ոչ միայն երկրի էլեկտրաէներգիա ստանալու կամ բժշկության մեջ կիրառելու համար, այլև այն կապել է տիեզերքի հետազոտությունների հետ։ Տիեզերանավերի շարժիչ համակարգերում միջուկային էներգիան միտվում է որպես արդյունավետ և կայուն աղբյուր։ Բացի այդ միջուկային տեխնոլոգիաները կիրառվում են տիեզերքի նյութերի ուսումնասիրության, մոլորակների կազմի վերլուծության և նույնիսկ տիեզերական ճառագայթումից պաշտպանվելու համար։ Այսպիսով միջուկային էներգիան կարող է լինել մարդկության զարգացման հզոր գործիք։ Շնորհակալություն։ Մեր թիմի անունն է և կներկայացնի իսկ Արմանը Սրայնյանը։ Ներկայացրու Ծովինար։ Միջուկային էներգիան մշակութային երիտասարդ ընկերների ժամանակում ուժի հաստատում և բժշկության մեջ ունի երկու կարծիք, արտեր ապրոճումը և բուժումը, ռադիոթերապիան օգտագործում են բջջի ոչնչացնելու համար և առողջ հյուսվածքների ներդրումից նաև դուրս գալիս։ Խոսքերն ամուսնությունների մասին չէ։ Միջուկային էներգիան բուժության մեջ օգտագործում են պաշտոնյաների հիվանդությունները, արդյունավետ ուժեր հավաքագրել, հայտնաբերել նոր բժշկություն։ Այսինքն ռադիոիզոտոպային բժշկությունը, որը բավականին արդեն զարգացած է։ Մեր թիմի անունն Նեյտրոն կներկայացնի Ռաֆայել։ Անվտանգ կիրառությունները հիմնականում ատոմակայաններում է, օրինակ Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի 70%-ը տալիս է ատոմակայանների, օրինակ մեր ատոմակայանը գտնվում է մեծամոլում, ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի հիմնական մասը։ Ռիսկեր կա ատոմակայանի Պտար ասենք, հա, պտարներ։ Ստեսինք ատոմակայանի մասին, հնարավոր ռիսկների և առավելությունների
առավելությունների մասին, ինչ առավելություններ, որ արտադրում են մաքուր էներգիա, ի տարբերություն ջերմակայանների, ոնց արտանետումները ամբողջ մթնոլորտը աղտոտում են։ Բացի դրանից, բնականաբար ատոմային էներգիան ունի բազմակողմանի կիրառություն, որի մասին արդեն դուք նշեցիք, իսկ ռիսկերը, եթե չեմ սխալվում, դու նշեցիր, ինչ ասեցիր, որ վտանգների վտանգ միշտ կա, ճառագայթման վտանգ միշտ կա, այսինքն մենք պետք է տեխնոլոգիաները անդադար արդիականացնենք, հենց խոսում եք վտանգների մասին, որը եք վերարին երկու բառ է գալիս, դա Չեռնոբիլի եւ Ֆուկուշիմայի վտանգներն են։ Դրանք ողբերգություններ են, որոնք կոնկրետ Ուկրաինայի, Չեռնոբիլ Ուկրաինայում էր գտնվում 1956 թվականին է եղել վթարը եւ վնասել է ոչ միայն Ուկրաինայի որոշակի տարածք, այլև Բելարուսիայի որոշակի հատված եւ այլն, եւ հարելի այլ պետությունների, այսինքն ինքնին արդեն ռիսկները կա, եւ որովհետեւ մենք կարողանանք այդ ռիսկերից խուսափենք, ինչ պետք է անենք, պետք է անդադար դա կոնկրետ մեր ձեռքին չի, երկրը պետք է անպայման անվտանգությունը ապահովի եւ նոր տեխնոլոգիաներ տրամադրի մեզ, տեղադրի եւ այլն։ Այսինքն ատոմակայանները անդադ պետք է արդիականացվի, Հայաստանում եւս նոր ատոմակայան են կառուցելու, նոր արդիական վերջին գիտական վերջի ճիչով։ Այսինքն, որովհետեւ մենք կարողանանք ապահովագրված լինենք ռիսկերից, իսկ ռիսկերից միշտ կարող ենք ապահովագրվել ինչ եղանակով, մարդկային գործոնը այստեղ շատ կարևոր է, ձեզանից յուրաքանչյուրը կարող է վաղը դառնալ լավ մասնագետ եւ համալրել գիտնականների տաղանդավոր մարդկանց շարքերը եւ դրանով կարողանալ երկրի անվտանգությունը ապահովել։ Առաջինը ձեր վարքագծով եւ ձեր սովորելով։ Այսինքն յուրաքանչյուր լավ բան, եթե եզրահանգման կանք, իր հետ կարող ունենալ վատ բան, նայած ու ձեռքին է գտնվում, չէ՞։ Նույն ատոմային զենքը, երբ որ գցել են ճապոնական երկու քաղաքի վրա Հիրոսիմայի եւ Նագասակի ամբողջովին վնասել է եւ ատոմային միջուկային էներգիան մենք օգտագործում ենք խաղաղ նպատակով էլեկտրաէներգիա ստանալու համար, մաքուր էլեկտրաէներգիա ստանալու համար եւ բժշկության մեջ ենք օգտագործում գյուղատնտեսության մեջ, այսինքն յուրաքանչյուր լավ բան երկու ոլորտում էլ կարող ենք օգտագործել, մեկը մեզ վնասնա, մեկը դա մեզ օգուտ։ Ես կուզեի, որ ամեն խումբ, օրինակ Սովինարից խումբը նվարտենց խումբին գնահատեր, ձեզ դուր եկավ իրենց պատասխանը։ Նվարդ, ասլան, նվարդ, օրինակ դու մետրոն խումբին 7 ես գնահատում եւ Ռուբեն, օրինակ Ծովինարից խումբի աշխատանքը քանից եք գնահատում։ 6։ Ինչու՞, դուք ավելի լավ եք պատրաստել։ Մենք հպանցիկ անցանք գյուղատնտեսություն եւ արտադրության վերաբերող մասի շատ հպանցիկ անցանք, այստեղ ինչ է կատարվում, սննդի ստերիլիզացում, այսինքն պալատոների արտադրությունն է օգտագործում եւ ընդհանրապես այս կիրառությունը, խաղաղ կիրառությունը նրա համար է, որ կարողանանք սննդամթերքը երկար պահենք եւ եզրակացությունը, որ ցանկացած վտանգավոր բան կարող ենք օգտագործել եւ խաղաղ նպատակով, օրինակ խաղաղ նպատակներ ասեցինք մաքուր, անթափոն էլեկտրաէներգիայի ստացում, որը ապահովում է Հայաստանի էներգետիկայի հիմնական մասը, եւ օգտագործման ոլորտներ արդեն ասեցինք, բժշկության ոլորտ, որը Հայաստանում ռադիոիզոտոպային բժշկությունը բավականին արդեն զարգացած է եւ զարգացում է ապրում, եւ օգտագործում ենք ինչ ոլորտում ասեցինք, մի հատ տեսնենք ինչքան յուրացրեցինք, ուրեմն բժշկություն ասեցինք, գյուղատնտեսություն ասեցինք, խաղաղ նպատակով ասեցինք ատոմային էլեկտրակայանը, հա, որտեղ է գտնվում ատոմային էլեկտրակայանը, մեր քաղաքացիություններ նշենք, որտեղ է գտնվում ատոմային Մեծամորի, այսքանը մենք դերևս շարունակենք, որ ասել, ավելի շատ աշխատենք վնասակար ազդեցությունների վրա, Հիրոսիմայի եւ Նագասակիի դեպքում եւ այլն։ Ինչ է միջուկային էներգիան։ Էներգիա, որը ժամանակ չկարողացել է ժամանակ
անդրադարձնելու երկու արտանետումների, որոնց Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի 70%-ը միջուկայից։ Բժշկություն, Քաղցկեղի բուժում, ռադիոթերապիա, ռադիոիզոտոպների կիրառության ախտորոշման մեջ։ դիտություն և տիեզեր, Միջուկային տեխնոլոգիաների գիտական լաբորատորիաներում տիեզերանովերի էներգիայի ռադիոիզոտոպային գեներատորներ, ուղղատեսություն և ակցիոնաբերություն, սննդի ստերիլիզացիա, ողողում երկար պահպանում, առավելություններ և ռիսկեր, առավելությունները, մակրոէներգիա, բազմաբազման կիրառություն, ռիսկեր, եզրակացություն, միջուկային էներգիան կարող է լինել մարդկության զարգացման հզոր գործիք, ամենակարևորը